Հայաստանի անկախության տարեդարձի հաջորդ օրը սեպտեմբերի 22-ին Թուրքիայի Անտալիա քաղաքում վերխոյացավ հայոց եռագույնը։ Այդ օրը ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ էին դուրս եկել 69 կիլոգրամ քաշային կին ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը Մելինե Դալուզյանն էր ներկայացնում։ Մելինեն երկամարտի 251 կիլոգրամ վերջնարդյունքում պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեց։ Հայ ծանրորդների հաղթարշավը Թուրքիայում շարունակվեց հաջորդ օրը սեպտեմբերի 23-ին։ 77 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը Եվրոպայի չեմպիոն օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Գևորգի Մարտիրոսյանն էր ներկայացնում։ Երկաթախաղի հայ վարպետի բազուկների ուժի եւ հոգու արիության շնորհիվ Թուրքիայում կրկին բարձրացավ հայոց եռագույնը եւ հնչեց Հայաստանի օրհներգը։ Նորընծա աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանն ամբողջ դահլիճին ոտքի հանեց հայոց օրհներգի ներքո։ Իդեպ մինչ այս նորանկախ Հայաստանում տղամարդ ծանրորդներից ոչ ոք աշխարհի չեմպիոն չէր հռչակվել։ Վերջին անգամ 20 տարի առաջ մեր ծանրորդներից երկիր մոլորակի չեմպիոն էր դարձել Իսրայել Միլիտոսյանը։ Թուրքական մրցահարթակում աշխարհի չեմպիոնի տիտղոսին մոտ էր նաև 85 կիլոգրամ քաշային Արա Խաչատրյանը։ Նա առաջին պոկում վարժությունում բացահայտ առավելությամբ ոսկե մեդալակիր դարձավ, սակայն հրում վարժության առաջին մոտեցման ընթացքում արմունկի վնասվածք ստացավ եւ հենց մրցահարթակից տեղափոխվեց հիվանդանոց։ Բարեբախտաբար վնասվածքը շատ լուրջ չէր եւ մի քանի ամսից Արա Խաչատրյանը շարք կվերադառնա։ Այսպիսով հայաստանցի ծանրորդները Անտալիայից հայրենիք վերադարձան 3 ոսկե, նույնքան բրոնզե եւ 1 արծաթե մեդալով։